Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ սիրելի հայրենակիցներ եւ մինչ եթերը սկսել է, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր տեղադրելու դեպքում դուք առաջինը ստանաք ծանոթություններ, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք մեր տեսանյութերով, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ թե Հայաստանում, թե Սփյուռքում դիտեն մեր հաղորդումները։ Ողջունում եմ քեզ նաեւ Արամ եւ այսօր սիրելի հեռուստադիտողներ, եթերը մին սկսել է, ուզում եմ ասել, միլիոնավոր հեռուստադիտողներ դիտեցին մեր նախորդ բացահայտումը, երբ մենք նկարեցինք Սերժ Սարգսյանին վերագրվող առանձնատանը, իդեպ փաստերի ստուգման հարթակը Սիվիլնետի եւս ստուգեց մեր խոսքերի իրականությունը եւ պարզեց, որ գրանցված է 2025 թվականին գրանցվել է Սերժ Սարգսյանի դստեր անունով սեփականության իրավունքը, այսինքն պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին։ Արամ փորձեմ խնդրեմ մի փոքր այս թեմայով խոսենք, նաև տարբեր մեկնաբանություններ եղան եւ իդեպ Սիվիլնետը փորձել էր կապ հաստատել գրասենյակի հետ եւ այնտեղից այդտեղ զանգերը անպատասխան մնաց, նրանք լռեցին։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին։ Ինչ վերաբերում է բենզինիստ կազինոյի մասնագետ Բադեն-Բադենի նախկին քաղաքացի Սերժիկ Ազատի Սարգսյանին, մենք ներկայացրեցինք Սերժիկի վերջին առանձնատունը, որը որ կառուցվել է 2025 թվականին, վերջերս բոլորովին եւ գրանցված է իր դստեր անունով։ Ուրեմն Արթուր, Սերժիկ Սարգսյանը բացի այս առանձնատունը ունի շատ իր հետ փոխկապակցված անձինք նշեմ, որտեղ ինքը այնպես է արել, որ իր անունով որ կարդաս նայես, կպարզվի բոմժա, ոչ մի բան չունի, բացի թանկարժեք նկարներից, որը որ նվեր է ստացել եւ չի կարա թաքցնի, որովհետեւ գրանցված է, երբ նախագահ է եղել, թանկարժեք նվերներ է ստացել նա։ Այս երևույթը Արթուր մենք ներկայացրեցինք նաեւ մեր անօթաչու թռչող սարքը այդպես սարքի միջոցով, թե ինչպիսի պատերա կառուցել, հոսանքաքաշ է, անվտանգության երկի վարչապետն ու նախագահան նման անվտանգություն չունեն, ոնց որ այս երևույթը։ Այսինքն սա խոսում է մի բանի մասին, որ սա ամենևին էլ հերոս չի, որովհետև հերոսը իրավունք չունի մի փոքր երկրում, երբ մի բուրհայինք մնացել, իրան նման ձևով ապրի, այդ ապրելակերպը բնորոշ է օրինակ Պաբլո Էսկոբարին, մնացածին, որոնք որ ինչ-ինչ պատճառներով նման անվտանգություն ունեին, այտենց պարիսներ էին կառուցում այդ դեղցրող բարիկները։ Եթե Միրան Պողոսյանի նման օրինակ պիղծ նարկոշ, այդպես նարկաման դեղցրողը լիներ, կհասկանայինք, ասենք դες մարդը դեղցրող է, կոկային ցրող է, ինչ գեներալ կարա պահկվի, փախած մանգա, բայց դու Սերժիկ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահն ես եղել։ Մինչ այդ եղել ես ամենաբարձր պաշտոններին, համարվում ես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն, որը որ որդեգրել է ազգային, ինչպես իրանք են չէ բնորոշում, Նժդեհի գաղափարախոսությունը։ Նժդեն է տենց է ապրել արա, այդ թափթփուկներ։ Այդ խեղճ Նժդեին էլ հիմա գերեզմանի մեջ շուր է գալի։ Ինչ օրը գցեցին սրանք։ Այսինքն այս մորֆինիստին ես ինչ ասեմ Արթուր, մի բան կարամ ասեմ, որ գնա վերենգնի Բադեն-Բադենում ֆլեշի բարձրագետ բլոտ խաղա, ոնց որ միշտ ապրել է, մինչև արդարադատությունը կհասնի իրեն։ Իսկ արդարադատությունը շատ շուտով կհասնի Սերժիկ, շատ էս արխային ենք դու ոգևորվել ես։ Հենա աղբերը, մի աղբերը ալկաշը Բեյրութում է մտեշիշը փախել է։ Նշեմ նաև Արթուր, որ մեր հետ կապ հաստատեցին մեր Իսպանիայի հայերը քաղաքացիները եւ նշեցին, որ Սաշիկ Սարգսյանը երբ մենք նշել էինք, որ Իսպանիա ճողոպրել, Իսպանիայում է բնակվում, հենց նոր մեզ գրեցին մեր Իսպանիայի հայերը, որ նա խնդրեմ, Սաշիկ Նարիմանովը ապրում է Ալիկանտե քաղաքում Իսպանիայում, ես խնդրել եմ, որ լուսանկարեն, նաև տեսանկարահանեն այդ նրա դղյակները, կոորդինատները փոխանցեն մեզ, որ գնանք Ալիկանտեում Սաշիկ Սարգսյանի սեռը փոխենք, որովհետև ինքը այս անի հյուրանոցի առաջի հարգում էր միշտ վերընկած։ Այս 6 ամիսա գնում գալիս ենք չկա, պարզվում է հետախուզման մեջ է։ Մենք Ալիկանտեում Սաշիկ, իդես քեզ ինչ կանենք։ Դու դրան արժանի ես, պիղծ։ Ու դեպի սրան նայեք։ Սրա թայֆին, սրա ինչ ասեմ ես Արթուր։ Ինչ ասեմ սրանց։ Ղարաբաղն էլ տան նվեր տվին ծախին Թուրքին։ 30 տարի կեյան թարնին են Օգանովսկի, այս վերջերս են Քութիկին էլ անդրադարձանք, չէ՞ որ Միութենական պետությունը երազում մտնեն, Վիտոյա ինչ այն։ Այո։ Բոմժը։
Այսինքն այս բոմբերին Արթուր մենք բացահայտելու ենք, մեր ժողովրդի աչքերը բացելու ենք, որպեսզի հասկանան մի բան, որ սրանք մի բանի համար են ուզում հետ գան իշխանության, որպեսզի կոտորածը շարունակեն։ Որտեվ փեսեն փախել է Իտալիա, երազում էր, որ վարչապետ պետքա դառնա, բայց երազանքներով էլ ապրելու եք, արա դուք։ Սերժ դու տենց քեզ տաղուտեղ ես դրե, բա փեսը չի ապարոշներ լցնում, արա։ Այ իմբիցիլ։ Էլթոն Ջոն շարքային սրանց ինչ ասեմ, թող իթեն Էլթոն Ջոնի հետ շփվեն։ Ու ոչ միայն Էլթոն Ջոնի Արթուր։ Այս վերջերս մենք շատ կարևոր ինֆորմացիա ստացանք, որ Սերժիկ Սարգսյանի կառավարության ժամանակահատվածում մի վարչապետ ա եղել, հայտնի Բոսյակ, որը որ գիտենք թե ինչ սեռական կապի մեջ ա եղել Ռոբերտ Քոչյանի հետ եւ այնտեղ էլի 3-րդ անձել կա, մենք իհարկե այդ բացահայտումը կանենք, այդ Սերժիկի Բոսյակի իր նման մեկը եղել է։ Տեսի նարկոշա, այն էլ չեմ ուզում ասեմ ինչա։ Էլթոն Ջոնը կապեր են իհայտ եկել Քոչյան Ռոբերտի հետ կապված, մենք դա իհարկե կներկայացնենք, որովհետև սպասում ենք մենք լրացուցիչ ինֆորմացիայի, իսկ Սերժիկին Արթուր ինչ ասեմ, պատմության Սովետաշենի աղբանոցը իրեն սպասում է։ Եվ ոչ միայն Սովետաշենի Սովված ծարավ երկրում մարդը տենց տուն սարքի Արթուր։ Մանկապարտեզի հարևանությամբ։ Այդ երեխեք հիմա ամեն առավոտ հելնում են ինչ են ասում։ Ասեն ես տունն ասում են Սերժիկ, ասեն Սերժիկովը մտնում են YouTube մեր հաղորդումները բացում են ու պարզում է Սերժիկովը։ Թող Սերժիկը մտածի։ Այդ տենց պատերի տակ շամպես պահկված ապրելու է սարա։ Այդտենց տղայից բա հելների դուս որ եկել էինք։ Մենք էլ հոգո տանդեմն էինք եկել։ Տանը պատի տակ կանած ասում ենք հելի դուս արա։ Եվ իրավական ճանապարհից խոսելու, իրավական ճանապարհի մասին խոսելուց որոշ շրջանակներ ասում են դե ուղղակի դուք էլ խոսում եք ցույց եք տալի նախընտրական շրջանում, ոչ պետք է նաև լրացում որպես ասեմ, որ արդեն իրավական ճանապարհով այո չենք ուզում փակագծեր բացել, բայց ապագայում տեսնենք շատ շուտով կհրապարակենք մենք էլ այո ես մի բան եմ ասել Արթուր, տեսեք, քանի որ սրանք տարիքի հետ արդեն 70-ն զարամյալ բիձեք են եսել Քոչյանն ու ռիսկը մեծ է որ սրանք կլքեն երկրային կյանքը, մենք պետք է հասնենք նրան, որ սրանց բջերը չվայելեն, որտեղ սրանք թարնել են 30-40 տարի, հիմա ուզում են այդ ամեն ինչը փոխանցեն, օրինականացնեն, փոխանցեն իրենց եթիմներին։ Բայց Սերժիկ եւ Ռոբերտ Քոչյան ձեր եթիմները չեն վայելելու։ Դա ես խոսք եմ տալիս։ Իդեպ արամ, քանի որ եղանակային պայմանները արդեն կարծես թե բարենպաստ են եւ մենք պլանավորել ենք, որ արդեն սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուր թալանով զբաղված անձնավորության տան դիմաց կամ ընկերության դիմաց մենք հայտնվելու ենք եւ կապ չունի թե որ իշխանական շրջանակներն է կազմել, որ թվականին է ապշտակություններով զբաղվել, թալանով զբաղվել, մենք անպայման լուսաբանելու ենք եւ տեղում հենց մենք ներկա ենք գտնվելու, տեղում հենց լուսաբանելու ենք, ներկայացնելու ենք, այնպես որ հետևեք մեր տեսանյութերին եւ արա, մինչ մենք նկարանում ենք Սերժ Սարգսյանի առանձնատունը մեր նկարանող խմբի անդամները շոկի մեջ էին, անգամ չեն հավատում, որ մենք ոչ թե Ալկատրաս Միացյալ Նահանգներում գտնվող այո գաղութում ենք, այլ Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ ենք, այդ ընթացքում Ռոբերտ Քոչյանը եւ Դաշնակցությունը այո մեծ տենց միջոցառում էին կազմակերպել, տենց հայտարարում էին։ Իդեպ բավականին տհաճ էր տեսնել այնտեղ դիմացակային անձնավորություններ, ովքեր SSSR մայկայով, ասենք, խենթանում են Ռոբերտ Քոչյանի համար կամ Արցախցի այնտեղ մեկը ներկայանում էր Այանը, ինչ որ տենց վաստակավոր երգչուհի Մադլեն Ասրյանը կամ նույն ելույթների ժամանակ ինչ որ եթե նկատել ես Արամ, դա նորություն էր, ինչ որ ձեռ էին տալիս դաշնակցականները իրար ուրախանում էին, տենց Աննա Գրիգորյանը, Արտուր Խաչատրյանը ինչ որ նոր ժեստ էր, իրար ձեռ էին տալիս ուրախանում են մեկը մյուսից։ Երեխաների պահը նաև բանը Արտուր Խաչատրյանը նոր կոստյում ուներ վերջապես իր շնորհիվ երևի Ռոբերտ Քոչյանի եւ արցախցիներ ինչ որ տես դրոշներն էին ծածանում տենց իրենց մենք ասել ենք որ թաքնված արցախցիներ եւ ինչեւ է արցախցիներ կան ովքեր խենթանում են Ռոբերտ Քոչյանի համար ինչը ցավալի է շամպես փախել են համալիրում Արցախ են գորում Արցախից փախել են համալիրում Արցախ են գորում եւ Ռոբերտ Քոչյանը հայտարարեց որ չի համակերպվում այս իրավիճակին եւ նա պետք է կորոնավիրուս տեղը չի գտնում մի դեպ Առողջապահության նախարարը ասեց թող դեղեր ընդունի կամ թող ինչ որ առողջարանային միջամտության Ավանեսյան Անահիտին ասեք չի օգնում այո
Եվ ինչ ես կարծում, Արամ, Ռոբերտ Քոչարյանը ունի շանսեր Հայաստանի Հանրապետությունում ինչ որ գա իշխանության։ Այո, շանսեր ունի, բայց ոչ թե իշխանության գա, այլ ստանա վաստակավոր չեմ ասում ինչի կոչում, որը որ մենք նրան անվճար նվիրել ենք։ Ինչ վերաբերում է այդ քաղաքական իրանց ելույթներին, նաև այդ հավաքույթին, ես կարելի ասել այդ համալիրում նստածներից մեծ մասին արդեն դեմքով էլ գիտենք, որովհետև իրենց քանակը Արտուր այս տարիների ընթացքում չի փոխվում։ Այդ նույն մարդիկ ցույց են անում, այդ նույն մարդիկ գոռում են Բաղդադ Սրբազանին արդարություն, արդարներին, այսինքն այդ փոքրիկ թայֆեն ամենտեղ կա։ Հիմա էլ գնացել լծվել էին համալիր, բայց ինչն է շատ վտանգավոր, որը որ մենք նախորդ եթերում այն կանգան դրային Բելա Քոչարյանի զգուշացել ենք, չէ՞ որ հենց մունք, արցախցիներին մունք, մենք իրար հետ էսկոմ ենք, այսինքն սա արդեն փորձում է դժբախտ արցախցիներին, որոնք որ ենթարկվել են էթնիկ զտման եւ նաեւ շատ ծանր սոցիալական պայմաններում են, սա փորձում է այդպես պոպուլիզմով Արցախը հեսա հետ են բերում, հեսա ես որ գամ կզանգեմ Տրամպին, այն վերջի ոդքասթին գիտեք ինչ էր խոսում։ Պատմում էր, որ ինքը Յասեր Արաֆատի հետ է հանդիպել, ինչ որ արաբա-իսրայելական կոնֆլիկտից էր օրինակներ բերում, բա 93 թվականին Իցխակ Ռաբինին, Յասեր Արաֆատին, Շիմոն Պերեսին Նոբելյան մրցանակին տվել խաղաղության համար, հետո գիտեք ինչ եղավ, նախ եւ առաջ այ անգրագետ 93 թվին չեն տվել, 94 թվին են տվել 1, երկրորդը, եթե շատ է հետաքրքրվում արաբա-իսրայելական կոնֆլիկտի ծագումնաբանությունից, արի մեր մոտ դասերի քեզ կբացատրենք ընդհանրապես այդ կոնֆլիկտի էությունը։ Ու սա խոսում է մի մարդ, որը որ Ղարաբաղից չանպես փախել է, բա արաբա-իսրայելական կոնֆլիկտի մասնագետ։ Հələ մոտ նայ Գազայում ամեն մի տան համար բոյ են տալի։ Իսրայելական զորքերը օթուժը ցամաքային զորքերը ներխուժել են մոտ պուջուրիկ մոտ փոքրիկ Գազա Արտուր։ Չեն կարող մի տարի առաջ գնան, այնց բոյա գնում։ Սրան ես ինչ ասեմ։ Լավը Խամասից ու Խզբոլլայից սկսեց խոսալ սա։ Քաշվենք թե չէ։ Ինչ ուրդը ինչ կարդացել էր մեր երկու տող, ում մոտիկից տեսել է, փորձում է այդպես խելացի տպավորություն թողի մեր մոտ։ Դու անգրագետ, դու մոռացել ես այդ քո ասուլիսները, երբ որ այն Սադախ Լուից առաջ սվիտերով եկես թե նախագահ էր նշանակվել։ Մեր ժամանակ գիք չէին կարդում, մեր ժամանակ sense դուք հիշում եք սրա բաները Արտուր ելույթները առաջի։ Հայերեն չէր կարող խոսալ։ Հիմա պարապում եմ հայերեն։ Մարդ գա դառնա Հայաստանի նախագահ ու հայերեն պարապի։ Դուք ցած բան տեսել եք։ Ոնց որ Տրամպը ընտրվի նախագահ Միացյալ Նահանգների, ասի անգլերեն եմ սկսել պարապել ժողովուրդ ջան։ Ու այս քութիկը ինչ որ իրան Եվակայում Արցախ հետ բերողը։ Եվ այսքան տարի Հայաստանում ապրելով նույնիսկ չէր կարող հայերենով բառերը արտասանել կամ մտնելուց այդ բերանը ծամածրված այդպես ոնց Ես ասում չամնա ջապոս տետից ինչ որ տետի դրանով ինչ որ տպավորություն ավելի հզոր կերպարային։ Ու իա բան Յասեր Արաֆատի անունը որ տվեց, ես բախտես վերել է Չինգիզ խանի անունը չի տվես սա։ Յասեր Արաֆատը։ Չնայած ես նայեցի շատ նման էր Սիրուշոյին Յասեր Արաֆատը։ Սիրուշոյի մասին խոսելիս Արամ։ Մենք հիմա Սիրուշոյին կանդառնանք, բայց այս քութիկի մի հատ վերջացնենք սրա հետ կապված։ Սա գիտեք ինչ են ստե այդ օրը բան արել, չէ՞, լրագրողներ կան հարց են տալի, ով է լինելու ձեր վարչապետի տեխնացուն, ով է լինելու ձեր վարչապետի տեխնացուն, մտ շուխուր էին արել։ Մենք էլ մտածում ենք, երևի չգիտեմ, Տիգրան Մեծին են Գեզմանից հանել բերել, հեսա կառաջատեն վարչապետի տեխնացու։ Հելա ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ասենք այսքանից հետո Արտուր մարդ 2021 թվականին պատերազմում պարտված իշխանությունը հաղթեց սրանց լեգիտիմ լեգալ ճանապարհով 2021 թվականին հայ ժողովուրդը գնաց եւ ասաց ավելավա Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քան թե այս քութիկը գա հետ այս կեղտը կաշառակեր այդքանից հետո սա այն աշճանի անթասիբ է Արտուր, որ ինչ ասում, ասում եմ մինչեւ ես հիմա այդ NLP միջոցով այդ իր բառի մեր քաղաքացիներին գիտականորեն ապացուցում թե սա ինչ ազիջանի թուրք է։ Ուրեմն ինչ է ասում, ուշադրություն դարձեք Արտուր սա բառին, ասում է մինչև ՔՊ-ին չհեռացնեմ, ես չեմ հանգստանա։ Եթե սա լիներ հայրենասեր մարդ, սա չէր ասի մինչև ՔՊ-ին չհեռացնեմ։ Սա կասեր մինչև Արցախը հետ չբերեմ ես եթե ինքն է, չէ՞, ասում է գրավել եմ, հետ եմ բերել։ Սա պետք է ասել, եթե մինչև Արցախը մենք չհատագրենք, իրանք այդ որ հենց գորում են Արցախ։ Ես չեմ հանգստանա, բայց ինքը իրան արդեն մեր ժողովրդի լեզվով ասած պալիտ է անում,
որ սա նպատակը Արցախը չի, սա նպատակը ասում եմ ինչև ԿՊ-ին չհեռացնեմ, ես չեմ հանգստանա։ Ես քեզ կհանգստացնեմ Տիկին Քոչարյան։ Երբ որ դու հայտնվես Սովետաշինի պատմության աղբանոցում, իսկ հիմա անդառնանք սրանց էջը փակենք, որտեղ սա արդեն մենք սրա ռեյտինգն ենք գցել, արդեն սա խորհրդանե կարող չանցնի։ Եվ շուտով նաև ճիշտ է քնձռոտ է իր առանձնատունը, չնայած բավական մեծ տարածք է զբաղեցնում, պետությունից զավթված, պետությունից զավթված, այդպես կողքի հողերն էլ ձեռք են բերել կամած, այդպես մեծացրել տարածքը, իհարկե դա պետք է նաև այդ հողերի գործով դեր գործել կան։ Յասեր Արաֆատին Իրաստան, նույն ինքը Սիրուշոն, տեսեք, ուրեմն ես պետք է անկեղծանամ սիրելի հայրենակիցներ, որ այդ օրը երեկոյան հաղորդում էի դիտում եւ Արտուրը ինձ ուղարկեց այդ տեսանյութը, ասում արամ տեսել ես Սիրուշոն ինչ-որ լայվ է մտել, բացեցի ու տենամ իշխեր շատ հատկանշական, որ այնպիսի դեմքի արտահայտություններ ընդունել, ես կարծեցի սա Կորեայի որբերից է։ Տենց մտելա ու ինչ է ասում։ Ասում է, երբ իմ զարդերը կրկնօրինակում եք, առաջ բանի տեղ չէի դնում բան, բայց հիմա գոնե որ կրկնօրինակում եք, ասեք, որ դա իմն է։ Ու հետո պարզվեց, որ սա հերթական անգամ բռնվել է։ Կրկնօրինակելուց, չէ՞, դա անգլիական հայտնի բրենդի ականջով է։ Կրկնօրինակել է, չի մտածել, որ հայրը օրինակ այդ անգլիական այդ զարդը կտեսնեն եւ կհասկանան, որ ու ինչ է արել։ Մեր նոր Շուշան հավաքածուն։ Վայ։ Այսինքն դու պատկերացնեք ես սրանք ով են Արտուր։ Ու մի հատ է խոժոր դեմքով, դե ջղային դեմքով, ասում է ես երբեք կրկնօրինակելու բան չեմ ունեցել, ամեն ինչ ունեմ նկարած, մանկուց ես ստեղծագործում եմ։ Մանկուց ինքը տես։ Մանկուց Արտուր ինքը չի ստեղծագործում, մանկուց Օսկարյան Վարդանի կնգաձեռը հանրապետական հիվանդանոցում աբորտով է զբաղվում։ Եթե դա ստեղծագործական աշխատանք է, շնորհավորում ենք Տիկին Ռոբերտ Քոչարյանին։ Գնա արա հարցի տիությունները։ Վարչապետ է ուզում դառնա։ Դու այլևս քաղաքական դիակ ես։ Դու Զիբիլի վրի կատու ես։ Ախր կներես արամ, բայց ներողություն եմ խնդրում, բայց Զիբիլի վրայի կատուն 1000 անգամ իրանից ավելի լավն է։ Այո, գոնե բնությանը մարզինը պետք է ասենք։ Եվ ցավոք սրտի այդ կատուն տուն չեն տարել դրա համար հայտնվել աղբի վրա, բայց իրանք պետք է հենց այնտեղ հայտնվեն, մեջ հենց հայտնվեն։ Այո։ Այն բան կար, չէ՞, TNT-ով նկարանած հումորիկ բան կար, Բամժի iz Ռուբլովկի։ Իրանք պետք է այդ Զիբիլի կողքը ման գան ուղակի։ Ես կարծում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրանք քանի որ թալանով են զբաղվել, միայն իրանք ընտանիքի ամբողջ նպատակը դա թալանն է, հարստություն եւ գալ իշխանություն, նորից այդ իրանք թալանած այդ քրեական գործերը փակեն, իրանք սկսեն բան անել տերորի ենթարկելով ապրեն։ Սա Արտուր ումա պետք, քանի կապեք արժի, կապեք։ Սրա ապրելը։ Երբ որ թալանել է 30 տարի ու վերջում ինչա պարզվել։ Սիուշոն եկել է սեանսում, սեանս կթում է։ Մի հատ էլ մեզ ասում է հիմա ինչ վատ բան եմ անում։ Թալել է եկել եմ կթում եմ սեանս, գազ եմ բռնել։ Այսինքն սրա տան մեջ իր տան էքերը իրան որպես գազ են ընդունում։ Դրա մարդ են, ժելեած են երևույթը։ Այդ Լևոնը ինչա։ Լավ արա դու չես ամաչում արա։ Գնամ նորմալ Վարշավայից մազեր մի օր եկեղեցին է Պահուտեսկի արի արա։ Մի օր պոեզի գծերն է գնում, տեսնում, ուրախանում է, սերն է ցույց տալիս, էլ ժառանգած, ասենք, ուղղակի անհասկանալի է մարդիկ բաներ են անում եւ ցավում եմ, որ իրանք ճաղերի հետևում չեն, բայց ոչինչ։ Վաղտես բերելա Լևոն Քոչյանը Բիգուձիով չեկավ այդ բանին։ Այդ էլ մի օր կարող տենանք մազերը ներկած Բիգուձիով բանով։ Քոչյանին խորտ կտանք կյաժ ներկի մազերը, կսազի իրան։ Հարցի հետ տեղմեղ կգնան։ Նաև ցավալի է, որ կա մի զանգված, որ իրանց համար տեսնում չեմ մա խենթանում։ Ես որ տեսնում եմ այդ Արցախի դրոշանից ու իրանք ինչ էին արել, վերջում բերել են հատուկ են մասայի այդ ինչ որ հիվանդագին տենց բանով այդ մասային ճանաչում եմ ես իրանց։ Արտուր դրոշը պահողի կուրտկեն կոժից նայում ես 84 թվին է առե։ Պապն է արել, թողելա թորան ասենք։ Ու մատ ինքը չի ուզում հարցնի Ռոբերտ Քոչյանի, ասի խեմ ես Բրեժնևի ժամանակվա կուրտկով, Անդրոպովի ժամանակվա կուրտկով մանգալի։ Երբ որ Քոչյանի տղեն Rolex ժամացույցով է ֆրֆռում Իտալիայում։ Գայս Հայաստան հանում է թևից, որ չերևա։ Լրագրողները հանգարց չասեն, այդ ուտս քեզ ջամը։ Մատ ոչ մեկ չի հարցնում, ասի Ռոբերտ Քոչյան, Ստեփանո Լիչի եք հաղթում տնով տեղով։ Այդ մենք ենք 84 թվի կոժով մանգալի։ Եթե իրանց ձեռը տալի Արտուր, իրանց խնդիրն է, եթե իրանք ստրուկի կարգավիճակի իրանց դզում է, թող իթեն
Ռոբերտ Քոչյանը ստրկություն անեն։ Իրանց խնդիրն է Արտուր։ Թող օգտագործի ինչքան կարա։ Մենք հանդես ենք գալի իրական հայերի տեսանկյունից, ժողովրդի։ Մենք 95% ենք, իրանք 5% էլ չկան։ Այդ բռակ զանգվածին Ռոբերտ Քոչյանի շուրջը հավաքված, բռակ զանգվածին մենք իրանց տեղը ցույց ենք տալու։ Փորձել ենք դարձնել քաղաքացի, որտեղ մենք հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը թոշակը բարձրացրեց, իրանց թոշակները չէ բարձրացել Արտուր։ Դե թող գնան ասեն չենք ուզում այդ թոշակը քեզ բարձրացնել։ Դե ազգային ժողովուրդը քարտով արևտուր արեք թոշակառուին, այդ փողի մի մասը հետ կգա ձեզ։ Բա Ռոբերտ Քոչյանն որ 1000 դրամով թոշակի էր բարձրացնում, ինքը ինչ արել, դոլարի կուրսը, դրամի կուրսը իրա խառն է, ցուցանիշներ նկար է, ասում է ու ինչ է անում, թոշակը 10 անգամ են բարձրացրել, էսի 8 անգամ, վերածում ես դոլար դրամի, բազում է ոչ մի բան էլ չի եղել։ Կովկասյան, հետո փող էր տվել մեկին, գել էին Կովկասյան վագրը։ Վագրիկ։ Կովկասյան, ասենք Արտուր, ես Կովկասյան վագրը։ Իրան տես հերոսի բանը։ Ինքը վագրն է, տղեն, չգիտեմ ընդ ձիգաբրազն է։ Քիչ է մնում իրան զոհված ազատամարտիկ տար։ Բախտերս բերելա, թե չէ հիմա հետմահու ազգային հերոս կտային Ռոբերտ Քոչյանին այդ համալիրում։ Ու տեսակ ոնց էր իջնում։ Ես որ չճանաչեի Հայաստանում չապրեի, մտածեի Մայքլ Ջեքսոնի համերին է։ Եկել էին փաթաթվում էին։ Լավ մարդ չվատացավ։ Արամ եւ շարունակելով մեր եթերը ուզում եմ անդրադառնամ Ռուսաստանի մեր հայրենակիցներին, որտեղ կան հայ մարդիկ, ովքեր շատ անհանգստացած են Հայաստանի ապագայով եւ պատրաստվում են հունիսի 7-ին այնտեղից կազմակերպեն եւ գան փրկեն Հայաստանը, Իշա գիտենք էլի ում, շարունակելով թեման, եւ Աբրահամ Հովեյանը, Տյումենի հայերի միության նախագահն, ընտրվել է հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ որպես եւ իդեպ ասեմ հայրենիք եւ պատիվ կուսակցության նախկին նախագահ ժամանակին ձերբակալվել էր եւ ԱԾ-ի կողմից ձերբակալվել էր Գառնիկ Մարգարյանը եւ Արամ ինչ ես կարծում այս ինչի համար է նա այնտեղից ընտրվել նախագահ այս կուսակցության եւ ինչ է պատրաստվում անել փոխել Հայաստանի Հանրապետությունում հետմահու է ընտրվել Արտուր ուրեմն սուն երևույթի հետ կապված Աբրահամ Հովեյան մեր սիրելի հայրենակիցները կհիշեն որ մենք մոտավորապես 5-6 ամիս առաջ մեր եթերներից մեկում զգուշացել ենք եւ բացահայտում ենք իրականացել, որ մեր շշուկներ են հասել մեզ, ինֆորմացիա են մեր աղբյուրները Մոսկվայի մեզ փոխանցել, որ Աբրահամ Հովեյանը փորձում է որոշակի քաղաքական գործունեություն ծավալի եւ մենք զգուշացել ենք 5-6 ամիս առաջ Աբրահամ Հովեյանին, որ նա մեր խոշորացույցի ներքո է, նշեմ սիրելի հայրենակիցներ, որ այդ ընթացքում մի քանի քրճ ինձ զանգահարեցին Երևանից, ինչ որ իր հետ կապված, ինչ որ համարս տվել էր բամած զանգեք, այդ քրճերին ես զգուշացել էի, որ հաջորդ անգամ զանգահարելու պարագայում ուղղակի լավ բան չի ստացվի եւ մոտավորապես մի օր, երկու օր հետո ինձ Աբրահամ Հովեյանի հետ կապված Մոսկվայից շատ կարևոր անձնավորություն հայազգի զանգահարեց մարդ, որը որ ապրելով Մոսկվայում միշտ պայքարել է Հայաստանի Հանրապետության անկախության համար եւ միշտ օգնել է մեր հայերին, այդ մարդը զանգահարեց, մենք զրուցեցինք, ես նրան փոխանցեցի, որ sense ինֆորմացիա ենք ստացել, ինքը ինձ հավաստիացրեց, որ նման բան չկա, ինքը նորմալ մարդ է Աբրահամ Հովեյանը, ինչով կարողանում է օգնում է, ապա քաղաքական մարդ է, բիզնեսմեն է, ուղղակի հասարակական գործունեությամբ զբաղվում։ Մենք այդպես այդ զրույցը ունեցանք եւ անցան ամիսներ։ Եվ բոլորովին վերջերս Արտուր, իսկ իշտը շատ ցավալի նաեւ մեզ համար, որ մեր ունեցած ինֆորմացիաները միշտ հաստատվում են։ Այսինքն մեր աղբյուրները մենք այսօր եւս մի շատ կարևոր բացահայտում կիրականացնենք, եւ մեր հայրենակիցները կհասկանան, թե մենք ինչպիսի բարձրաստիճան աղբյուր ունենք Մոսկվայում, Կրեմլում, որը որ մեզ այնպիսի ինֆորմացիա տրամադրում, որը որ հասանելի չի շատ լայն զանգվածներին, շատ փոքր այդպես սպეციფიկ ոլորտի մասնագետներն են, աշխատակիցներն են տեղյակ եւ այդ մեր ինֆորմացիան մենք այսօր կբացահայտենք, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն, թե ինչպիսի աղբյուր ունենք մենք։ Ինչ վերաբերում է այս Աբրահամ Հովեյանի հետ կապված, խնդրեմ Արտուր, սա գլխավորում է Տյումենի հայերի միության ղեկավարն է, նախագահն է, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնություն գոյություն ունի Ռուսաստանի հայերի միություն, որը որ նրա նախագահն է Արա Արշավիրովիչ
Աբրահամյանը, որի հետ կապված մենք ներկայացրեցինք, որ մոտ ժամանակներս պատրաստվում է որդուն ամուսնացնի իսլամ ընդունած պուտանկի հետ, այսինքն սրանց կառույցի ղեկավարը պուտանկա է վաղ լինելու իսլամ ընդունած, որովհետև եթե Արա Աբրահամյանի հարցը իսլամ ընդունած պուտանկա է, մի պուտանկա էլ Արա Աբրահամյանն է, որը որ նշեմ, մենք ստացանք այսօր ինֆորմացիա, որ ինչ-որ մերսման ծառայությունից է օգտվել Թայլանդուհու հետ կապված ու հիմա այդ մերսուհու հետ ապրում է, այսինքն դուք սրանց վիճակը պատկերացնում եք Արտուր։ Լավ Արա Աբրահամյանը տեցի կրուկ չի գնացել, քանզի տեցի կրուկի կանոնները յանից թասիբով են, իսլամ չեն ընդունել։ Հիմա անդառնանք այս քութիկին կարելի է ասել։ Խնդրեմ, թող մեր սիրելի հայրենակիցները տեսնեն։ Ձերքի ժամացույցը մոտավորապես արժի մի 50-60 հազար դոլար պարոն Հովեյանի։ Սա ուրեմն սիրելի հայրենակիցներ արդեն ընտրվել է Հայաստանի Հանրապետությունում կուսակցության ղեկավարը դարձել ինչ-որ օնլայն կերպով, դե մի հոգի էլ կար, չէ, Արտուր Թրաց Մոսկվային, որ օնլայն կուսակցության ղեկավար էր դառնում, մենք որ կնիկը մեզ զանգում, տկլոր նկարներ էր ուղարկում, զանգին կասին կարա գրա կանգատ տիություն արա։ Դու պատկերացնում եք ինչ է կատարվում, ով են սրանք։ Ուրեմն Աբրահամ Հովեյան, այս երևույթը Արտուր քաղաքական հայտ է ներկայացրել ու փորձելու է Կիրենկոյի համար որոշակի աշխատանք իրականացնի Հայաստանի Հանրապետությունում, սա արդեն դուրս է եկել պետության դեմ եւ մոտ օրերս մենք արդեն զրուցել ենք մեր աղբյուրի հետ Մոսկվայում եւ սպասում ենք նոր այսպես բացահայտումների, մենք արդեն սկսել ենք աշխատանքը եւ նաեւ մեր նկարահանող խումբը, որը որ Սերժիկ Սարգսյանի տունը բացահայտեց, Աբրահամ Հովեյան այս պայն մեկնում է Տյումեն։ Տյումենում մեզ դիմավորելու է, չեմ ուզում ասեմ, ով որ ինքը չիմանա, եւ շատ կարեւոր բացահայտում ենք իրականացնելու այս սրա հետ կապված, բայց Աբրահամ Հովեյան դու գործեցիր քո կյանքի ամենամեծ սխալը, դու որոշեցիր դառնաս Ռուսաստանի Դաշնությունում նրանց հատուկ ծառայությունների, այդպես որը որ ղեկավարում է Հայաստանի հետ կապված Սերգեյ Կիրիենկոն, որոշեցիր դառնաս գործիք նրանց ձեռքում, ընդ որում բուտ գործիք, բայց այդ բուտ գործիքը մենք քաղաքական տեսանկյունից կտեղադրենք քո համապատասխան չեմ ասում որտեղ է։ Մոտորերս դու ականատես կլինես եւ ես ցավակցում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր որ զանգարել էին սրա հետ կապված եւ մենք այսօր աշխատանքներ ենք իրականացնում եւ եթե քաղաքական հայտ եք ներկայացեք կուսակցության ղեկավար եք դառել, սպասում ենք ձեզ բոլորիդ Երևանում։ Մարտունի կարա զգաս, կգանք Մարտունի քո հետ խոսանք, արա։ Երևույթ։ Արամ եւ Ռուսաստանի հայերի թեման շարունակելով ուզում եմ խոսել մեր նախորդ եթերներից մեկում անդրադարձանք, որ Օրենբուրգից Աշոտ Օրդուխանյանը գործարար Մոսկվայում եկեղեցու դիմաց հայտարարություններ էր արել վարչապետի հետ կապված եւ ասել էր, որ նոր վարչապետ է նա տեսնում եւ նաեւ ինչ որ ազդակներ են եկել տարբեր շրջանակներում, ինչ որ տարբեր հայտարարություններ են արել, խնդրեմ նաեւ այդ թեմային անդրադառնալ։ Շնորհակալ եմ հարցի համար, մենք այդ Աշոտիկին Օրենբուրգից զգուշացել էինք, որը որ Քոչյանի մեդիային հարցազրույց էր տվել, էշեշ դուս էր տվել Հայաստանի Հանրապետության ղեկավարի հասցեին, որ լավ բան չեմ սպասում իրանից, ինչ որ գնահատականներ էր տալիս, ինչ որ քաղաքական արդեն գործիչ է իրան Երևակայում։ Մենք հետաքրքրվեցինք այս սուբյեկտով եւ ինչ ենք պարզել, Արտուր, սա համարվել է Սերժիկ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի տարիներին մի պաշտոնական իր ազգականը, ինչ-որ թաղապետի ինստիտուտներին եկե փող բաժանել Օրենբուրգից, այտենց Սերժի համար ճտություն են արել, բա Օրենբուրգի Աշոտիկ, որ այտենց կարծիք ես հայտնում պետության մասին, ինչ-որ արտաքին քաղաքական վեկտոր ես քննադատում, քեզ պլատոնի տեղն ես դրել, բա ժամանակին դուխը չէր իքում Սերժիկին ասել, արա խեք փող բաժանում այս ժողովրդին, խեք ընտրակեղծարարությամբ զբաղվում, խեք մարկանց գցում բերդերը, մարկանց շանորը գցում ունե զրկում, բա այդ ժամանակ հելներ ասեիր, թե Լիսկան Սիսյանում կամուսնանալ հետ է տարա, Համի տաղա եք դարը փախել եք Մոսկվա Սիթի։ Սա այն աստիճանի երևույթ է Արտուր, որ
ինչ էր ստենդը հերը չէ, որ մլավում, որ գլխից սարքել են, տեղյակ չեմ եղել, ես вообще իմ համար եկեղեցի էի գնում, լավ արա չես ամաչում, արա։ Ամեն ինչից ալուր ծախելուց լավ տեղյակ եք, ձետ ծախելուց Օրենբուրգում լավ տեղյակ եք։ Օրենբուրգից էլ զանգեցին մեզ։ Ասում են, սա այն Աստիճանի երևույթ է, որ իր եղբոր մայից հետո եղբայրը հորողբոր տղեն հարգված մարդ է եղել դե հայերի միություն, հետո հայ համայնքա ստեղծե բանը արել, սա այդ անգամ դա է փագ է, որ ծախսերը չմնա իր վրա, 2 կոպեկ փող էին ծախսելու, հայ համայնք են պահելու, այդ են փագելուց արել, հայնասիրությունից է խոսում։ Արա բոլորը հերից թե խանջանում են էլիտար շենքում, որ ապրում է, Երևան Զախանն էլ թույլտվություն է տվել այդ շենքին, համար աղբորը։ Բա դրանից քիչ ես խոսում։ Բայց ինչի դիմաց է Զախանը Երևանը թույլտվություն տվել։ Այդ քո հերը Սիսյանի, չգիտեմ որ գյուղից եկել է ու Երևանի կենտրոնում էլիտար շենքում ապրում է, այդ շենքը ո՞նց է սարքել։ Ինչի դիմաց է տվել այդ թույլտվությունը։ Այդ շենքն մենք կնկարենք Արտուր։ Սրա ունեցած չունեցած չէ։ Չնայած սա մի քանի բան ունի ստեղ, մնացած Ռուսաստաններում է։ Դրա համար են դից ակտորացը մեծ խոսում է։ Խելքը գլուխը թավակի արա։ Տանեմ Բուզանդի զապրավքում զապրավչիկ կաշխատես։ Հենց եկար Երևան։ Մենք սրա հետ կապված հենց հիմա արդեն ասեմ Արտուր, ելի հայնակիցները ինչ շատ է գրես, կապիկի հետ կապված մենք սկսել ենք արդեն աշխատանքները, սա ես ներկայացնում եմ այն ինֆորմացիան, որը այս պայդությամբ մենք ստացել ենք այդ Օրենբուրգի համայնքի փակվելու հետ կապված, սրա հոր բնակարան էլիտար շենքում, որը Երևան Զախանն է թույլտվություն տվել, այդ էլ կպարզենք, նաև այդ ընդդիմությունների ժամանակ Սերժի համար ճտություն անելն ենք, նաև ջրի երես հանել, սա արդեն մեր խոշորացուցի ներքո է, աշխատանքները գնում է սրա հետ կապված, ներկայիս սա Մոսկվայում հանդիսանում է Եզասի ճուտը, Ռոբերտ Քոչյանի հետ փող կապացված որոշակի ուժեր կան այնտեղ, որտեղ սա հավատարմության երթում է արդեն տվել Ռոբերտ Քոչյանի եւ պատրաստ է այդ այն նույն նոր նշեցինք, չէ՞, Աբրահամ Հովեյան, Արա Աբրահամ։ Ընդ որում գիտեք ի՞նչն է ծիծաղալու Արտուր, որ սրանց մեծերը Մոսկվայում նայում ես ավակ լեյտենանտ ամոթ է ուղակի, գնացել քուտիկություն են անում այդ ջահելների մոտ։ Հիմա ես բացահայտեմ այս կոնտեքստում մի շատ կարևոր անձնավորության Արտուր մեր հայրենակիցների համար։ Ուրեմն խնդրում եմ ուշադիր նայեք ես կեղտին։ Պետք է խնդրեմ ներկայացնես ով է այս անձնավորությունը։ Այս անձնավորությունը Ֆիլիպ Գուրով հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների աշխատակից։ Այս երևույթը զբաղված է Հայաստանի Հանրապետությունից Մոսկվա մեկնողներին եւ նաեւ ընդեղի տեղի հայությանը հավաքագրելով հանդես է գալի որպես փորձագետ, իրան դրել է ինչ-որ քաղ տեխնոլոգիա ինքը, բայց մենք ճշտել ենք սա պարբերաբար դուրս է գալիս Մոսկվայում անվտանգության խորհրդից, նաև Դումայում է լինում եւ սա հատուկ ծառայությունների աշխատակից է։ Նշեմ, որ արդեն ունենք ինֆորմացիա, որ Հայաստանի Հանրապետությունից որոշակի քաղաքական գործիչներ արդեն սա այդ հանդիպել են, ինչ-որ կապի մեջ են։ Ես այդ քաղաքական գործիչներին արդեն ուղիղ եթերով զգուշացնում եմ, որ դուք հանդիպում եք մի մարդու հետ, որը որ հանդիսանում է օտար երկրյա հատուկ ծառայությունների աշխատակից, նա ներկայանում է որպես փորձագետ, քաղաք տեխնոլոգ, բայց նա իրականում ուրիշ աշխատանք է տանում եւ ապագայում մենք կներկայացնենք նաեւ այն գործիչների ցանկը, որոնք որ արդեն հանդիսանում են սրա հաճախորդը, այդպես կլենտը քաղաքական տեսանկյունից հանդիպում են, գնում են, գալիս են եւ ես ինչու ես քրճի նկարը հրապարակեցի Արտուր, որ ես մեր ժողովուրդը տենա, որ այսպես լակոտ լուկուտները, որ մոտ փրշտամ կքաքեն տակները կրեմլի պատի տակ։ Այս ռուսներին նկատի ունեմ, այս լակոտները։ Այս լակոտների մոտ այդ Օրենբուրգի աշոտիկից սկսած մահացածով գնում ճտություն են անում։ Ու հետո հելնում Հայաստանի պետականության դեմ են խոսում, գնահատական են տալի։ Բարեմատ հելեք Պուտինից խոսացեք, դուքները չի հերիքում։ Կարող է տեղում հետներ այդ տաջիկներին բերեն ամուսնանան, հարսանիք անեն Մոսկվա-Սիծիում։ Լավ հասկանում ենք, այնտեղ եք ապրում, աշխատում, ապրեք, աշխատեք, ձեր բիզնեսով զբաղվեք, կարաք ձեր երկին օգնեք մի բանով օգնեք։ Բայց ոչ թե։
Սրանք ուզում են Հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինեն, ռուսից ավելի ռուս են ուզում լինեն այս երևույթները Արտուր։ Ու ես ցավ եմ ապրում, որ նայում ես սրանց հերերը ովքերն են դե, ովքեր են սրանց քշում կոպիտ ասած, ասենց ասում են դավայ փախար հələ զանգի Երևան մարդ հավաքի լես հլեն արա։ Մատ այս իմ ցույց տված Ֆիլիպ Գուրովի պես մալակասոսները։ Լավ դուք այդ եք արա, չեք ամաչում, ձեր սպիտակ գլխի սպիտակ մազերից ամաչեք արա, գնաց երկու հատ 30-35 տարեկան լակոտների մոտ արա։ Ճտություն եք անում։ Նամուս թասիք ունեցեք արա։ Բան եք ասելու, քաղաքականությամբ եք ուզում զբաղվեք, խնդրեմ եկեք Հայաստանի Հանրապետություն, պետք ուզում եք եկեք եթեր ձեզ տրամադրենք։ Եթե այդքան դուխ ունեք։ Գնացեք պատերի տակից Հայաստանի դեմ հաչում եք արա։ Ու դուք տղա եք կոչվում։ Սրանց մենք կցուցակագրենք Արտուր, որ ապագայում հարց բերենք Հայաստանի Հանրապետություն։ Կակրաս ծնելիության հետ խնդիր ունենք, կլուծենք այդ դեմոգրաֆիական խնդիրները։ Սրանք պետք է ծննդաբերեն, ուրիշ գործով չեն կարող զբաղվեն։ Ես զարմանում սրանք ոնց են տղա ծնվել։ Իդեպ մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ 2018 թվականին, եթե չեմ սխալվում, Աշոտ Օրդուխանյանը դեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Այո։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին մականունը Շուրիկ նվիրել Lexus Magnishի ավտոմեքենա, որպեսզի ոտքերը հանգարց չցավա եւ Արայիկ Հարությունյանը գնա գա, ասենք։ Մենք բոլորս Land Cruiser։ Մենք բոլորս գիտենք ինչքան բավական թանկ մեքենա է։ Դե կարելի է ասենք այդ գումարը եթե Աշոտ Օրդուխանյանը Սերժ Սարգսյանին ինչ-որ մի բան կարող էր ասել, մեքենան ասում եմ, Լիսկան կգար կամուսնար տեղում հետը։ Հարց կտանեն Լիսկան այս տուն Աշոտ Օրդուխանյանին։ Այդ մեքենայի գումարով 3 հատ բնակարան կարելի էր նվիրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օրինակ 2018 թվականին։ Արամ եւ նաեւ ուզում եմ անդրադառնալ, որ կարևոր SMS է ստացել դու Արա Աբրահամյանի հետ կապված, խնդրեմ այդ SMS-ից մանրամասներ։ Շնորհակալ եմ Արտուր, ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մենք երբ պատրեցինք Արա Աբրահամյանի դիմակը, ինչ տեղի ունեցավ։ Մեզ սկսեցին անընդհատ զանգահարել տարբեր հեռախոսահամարներից SMS-ներ գրել, որ դուք տղաներ, դուք կարևոր գործ եք անում, բայց տեղյակ չեք, թե Մոսկվայում ինչ է կատարվում, դուք Երևանում նստած եք ու մենք սկսեցինք հետաքրքրվել, ինչ է կատարվում, որ մենք տեղյակ չենք։ Եվ ինչ պարզեցինք, ես համարը Telegram-ով գրում են, ուղարկում են ինֆորմացիան ու իրանց թվում է, որ իրանք ջնջեցին Telegram-ը, թե մենք հատուկ ծրագիր ունենք, որ մեր մոտ պահպանվում է սիրելի Արա Աբրահամյանի քութիկներ։ Ուրեմն նշեմ Արտուր, մեզ գրել են համարն եմ հեռախոսի ասում, որպեսզի մեր հայրենակիցները եւ Մոսկվայի ում հետ կապված որ եղել է ինֆորմացիան ինքն իմանա 985 222 88 88 Այս հեռախոսահամարից մեր հետ կապ են հաստատել եւ ինչ են պատմում։ Ասում են Արա Աբրահամյանը շատ կարեւոր գործ է անում Մոսկվայում, տղերք ջան։ Դուք ուղղակի չեք իմանում, իրան խանգարում է ինչ որ ախրիքալակցի անձնավորություն կա, Թևան Նորիկ, որը որ Մոսկվայի հայերի միությունն է ստեղծել եւ փորձում է բսկտի հայերին, ամբողջ օրը ադրբեջանցիների հետ է ու ասում է 1 թե 2 տարի առաջ էլ դեպք է եղել որ փողա տվել ինչ որ ադրբեջանցիներին, որ գնան հայերին ծեծեն, սենց բաներ է պատմում ու ասում է դուք չեք իմանում ժամանակին գալիս էր Արա Աբրահամյանի ընդունարան, ժամերով սպասում էր որ Կարնա հետը հանդիպի, շոֆերների հետ նարդի էր խաղում ընդունարանում։ Այդ դրա մասին խոսացեք։ Սա նշեմ այդ հերոսի համարից, հետո մենք բարձել ենք, որ սա Արա Աբրահամյանի այդպես գլուխ գործոցն է, նա իր կարճ խելքով մտածել է, որ մենք իր դիմակը պատրել ենք, ներկայացրել ենք, որ իր հարսը պուտանկա է, ինքը մասաժիստի հետ է ապրում, այդպես Թայլանդի այդ չգիտեմ այդ ազգը ինչպես է կոչվում էլի, Թայլանդուհի այսպես նշեմ, հա, որ 1.30 բոյով սանտիմետր sense այդ ասասուր բաներ են մեզ պատմում մեզ ֆուցանի հետ կապված ու այս երևույթը փորձում է ինչ-որ մեզ շեղի մեր ուղուց ու հետո պարզում ենք որ սա Թևան Նորիկի հետ կապված խնդրեմ ունի դուխը չի երիքում ընդ ծլվել է մտածում է sense մեզ ինֆորմացիա ուղարկի խափի մեզ շեղի մեր ասի ինքն է խառնում հայերին Մոսկվայի հայերի միությունն է ստեղծել բարա տես դուխով տղա ես Գնայր ասեր ես եմ հայերի միություն ստեղծել, ես ինչ եք անում։ Քոնը Ռուսաստանի Դաշնության հայերի միություն չի, թուրքերի միությունն է, արա։ Ու դու այ կիստուկ
քո այդ կարճ խելքով մտածում ես կարաս ինչ-որ խաղեր տաս, շեղես մեզ մեր ուղուց, ինչ վերաբերում է Թևան նորեկի հետ կապված, ուրեմն Արտուր մենք ներկայացրեցինք, մնացածը թող ինքը գնա, ինքը մտածի, ինքը հասկանա, ում է դա շփվում, ոնց է ապրում եւ ինչա տեղի ունենում։ Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ մի գազել հայ է մնացել Ռուսաստանում։ Այ իրար դեմ ինչերով են ոնց են աշխատում Արտուր։ Զանգում ասում են ձեզ ինֆորմացիա տանք, բացահայտեք։ Պատկերացնում ես։ Ու վերջում պարզվում է, որ իրենք իրար հետ խնդրեմ ունեն։ Ես մարկանց ես ինչ ասեմ Արտուր։ Դե ինտեպ սովորական հայրենակիցները Եթե Թևան նորիկը սրա սերը չփոխի Մոսկվայի կենտրոնում, ուրեմն մենք գիտենք հաջորդ գալիք եթե լինում մենք ինչ կանենք։ Ես նորից եմ նշում, մենք միշտ եղել ենք օբյեկտիվ։ Մենք ինֆորմացիան եղել է դեպք, որ անգամ մենք ինֆորմացիա ենք ստացել, որը որ իրականությանը չի համապատասխանել, մենք հաջորդ մեր եթերում նշել ենք, ասենք սիրելի հայրենակիցներ, այս ինֆորմացիան մեզ փոխանցել էին, որը որ ճշտեցինք չի համապատասխանում իրականությանը։ Բայց դու արա Աբրամյան, դու տենց քո կարճ խելքով այ քեզ թվում է ես Մալիշկայի գյուղից եկեմ Երևան եկե, արա։ Կարաս դու սենց շուտ խաղեր տաս։ Բաուն ես ասելու Թևան նորիկի գնականի դեմը աս արա։ Ինչ ես կապիկություն անում։ Այսինքն Արտուր մենք բացահայտում ենք դուք մեր ժողովուրդը թույլ աշխով տենա, թե ինչա կատարվում Ռուսաստանում, Մոսկվայում։ Բոլորը գողական տղեկ են, ուժեղ տղեկ են, ռեյնբոներ են, պատերազմի օրին չկային։ Զարգում ես ասում ես ուր է կարա 40 օրը պատերազմը, գնացում ենք գնացնենք բան, կասկա առնեինք, գնացնենք ռացիա առնեինք, 300 հատ բան եմ, բուժլատ եմ ուղարկե, տաղում փախցը իրանց երեխեքին տարեն դե, սպուտանկեք հետ պսակում են, միլիոնները տալիս են, մտել են թեշերի տակ իրանց կնանիքի, ասում է 300 հատ բուժլատ եմ առել, այդ բուժլատը կողի հարսիտ համապատասխան տեղ է, մեզի բուժլատ պետք չի, արա Աբրամյան մենք քեզ կանանք բուժլատ առնենք, որ հարսիտ կադաստրով առաջ տված դոշերը իսլամ ընդունածի չերևա բուժլատի տակից, սա է Արտուր, ես բացահայտելու եմ ես սրանց իրական դեպքը, պատրելու եմ ու թող մեր ժողովուրդը իր գնահատականը տա։ Իդեպ մեր եթերների տակ մեկնաբանություններում Ռուսաստանում գտնվող բազմաթիվ հայրենակիցներ գրում են, որ զզվում են Արա Աբրահամյանից, անգամ Մոսկվայում գտնվող Արտուր այնպեսի քֆուներ են տալի մեզ պատմելուց, որ ամոթ է մենք մեզ կանայք են նայում, երեխաներ են նայում, մենք չենք կարող էթիկան խառնենք, էթիկայի նորմերը խախտենք եւ այդ հայրենիքները փոխանցենք։ Դրանց հայրին ինչ օրենք ցեն դե։ Հայրի գլխին սարքում են, վերջում գնում են որ օգնեն, բայց իրանք են գլխին սարքել։ Այնպես բաներ եմ ես ուղղակի ամոթա որ պատմեմ թե սրանք ինչեր են արել Արտուր։ Շատերը անգամ երազում են որ գոնե մահանա եւ տեղը ազատական մարդ նշանակվի, հույս ունեն որ գոնե Ռուսաստանում հայերի միությունը կդզվի, որովհետեւ նույն Ռուսաստանի հայերը 44 օրյա պատերազմի ժամանակ նկատեցին որ նա դուրս չի գալիս Վլադիմիր Պուտինին ինչ որ մի հայտարարությունով, մի խնդրանքով չի դիմում, որովհետեւ վախենում է որ կարող Վլադիմիր Պուտինը բամփեր հենց նրա գլխին։ Այո։ Եվ պատժեր նրան։ Իդեպ վերջերս տեսանյութ եղավ, որ ասում է պատերազմ են գնում հիմա։ Տեսնում եք Ռուսաստանը ինչ վատ վիճակում, ասում է չէ, ներողություն, վատ վիճակում չի, ամոթել ասեք։ Արա գնա աղջկատ Մոնակոյում տիրություն արա։ Շայցյան ինչ ասում ես։ Եվ Արամ, մեր հաղորդման վերջում ուզում եմ անդրադառնալ մի եւս մեկ գեներալի, ով տենց հերոսերով ջղայն դեմք կերպարեր, որ տենց խոժոր դեմքով Վլադիմիր Գասպարյանի որդին փաստորեն չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել եւ նա չի կարող լքել Հայաստանի Հանրապետության սահմանները պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել է Գասպարյանի կրտսեր որդին նա այժմ 22 տարեկան է եւ 2022 թվականի ամռանը պետք է զինվորական ծառայության մեկներ։ Արտուր, ես ինչ ասեմ Վլադիմիր Գասպարյանին։ Աղջկան տեսել եք։ Այո։ Ջայլ երեխա Մայքլ Ջեքսոնը ոնց որ ինքնա վիրահատվել, չգիտես ոնց որ ես մեկ-մեկ որ նայում եմ, մտածում եմ, ասում եմ, երեխու գլխին հերմեր չկա մատ տիություն ալի։ Ամոթել է։ Տղեն, թեփ կերած դեսպան մեծացած։ Ոնց կա թեփ կերած դեսպան մեծացած մարդը գնա բանակ Արտուր։ Ես առաջ մտածում էի, որ սրանց վզից, այս սրանց լահակոտների վզից պետքա բռնենք տանենք բանակ, բայց հիմա
կարծիքս փոխել եմ Արթուր։ Սրանք իրավունք չունեն համազգեստ հակնելու։ Սրանք իրավունք չունեն այդ մեր գյուղի ոսկե սերունդի, այդ մեր երիտասարդների, մեր քաղաքների, մեր Հայաստանի, մեր այդ իսկական հայերի կողքը անգամ կանգնեն։ Ես մտածում եմ, որ ապագայում անգամ պետքա օրենք ընդունենք ու սրանց թույլ չտանք անգամ, որ գանխաթենը գնան բանակ ծառայեն, որովհետև նրանք արժանիք չունեն։ Նրանք իրավունք չունեն այդ համազգեստը հակնեն։ Սրանց ես ինչ ասեմ Արթուր։ Ներողություն արամ, բայց տունը պամպեսով է անգալի։ Օրինակ հիմա ծառայություն դարել է տարի 6 ամիս, այդ տարի 6 ամիս իրենք ինչով պետք է զբաղվեն։ Արթուր ասում եմ, թեփք էած, մա ցանց երեխեքին նայեք, այն գեներալ Սեյանը կհիշեք, մի օր ազգային ժողովում ասեց, չէ։ Ասեց մա դա էլ հո ինքը իշխանության մեջ էր, իր հետի ժողովրդին էր ասում այդ, որ իր հետ պատգամավորի։ Ասեց մա դա ձեր երեխեքին նայեք։ Նարկաման, կազինո խաղացող, ինչ ասեմ սրանց Արթուր։ Ես դեպքեր գիտեմ, որ իրականում համասեռամոլության հետ կապված էլ դեպքեր կա։ Հայտնի, շատ հայտնի Հայաստանի Հանրապետության մարդիկ նախկին իշխանության, որոնց որ երեխաները համասեռամոլ են։ Դա էլ ապագայում մենք ուղղակի մարդիկ կան, որոնք որ ծպտուն չեն հանում, այտենց գիտեն որ իրանք իրավունք չունեն խոսալու, բայց հենց մի հատ թփրտոց լսեցի, մի հատ Քոչյանի կողը տեսա, իրանք գիտեն որ կհելնեմ հանրայնացնեմ, ժողովրդին կասեմ ով են ինչ են պլաստիկ վիրահատության կեթան կդիմեն։ Սրանց ես ինչ ասեմ Արթուր, իրանց երեխեքից, իրանց կյանքից խաբար չեն։ Գեներալ, չգիտեմ ինչ։ Թքեմ այտենց գեներալների վրա ես։ Պետքա կոչումա զրկել սրանց։ Ես զարմանում եմ, ինչի մախի օրինագիծ չկա։ Ոնց կարա գեներալը թռի գնա Մոսկվա նստի, կանգա Ռուսիկի մեջից խոսա պետության դեմ։ Ու ասես այ լրփի տղա լարի Հայաստան, հլարի կայնի մտ դեմս։ Գնան ընդ ինչ-որ մի հատ Facebook-ի Ստաշիլեցյանատի 6-նոց աշխատեն, էդ էլ ենք տեսե։ Իրանց կյանքի հետ ոնց են գնացել դե աբսլուգ աշխատե Facebook-ում։ Սրանք ով են Արթուր, գեներալ։ Թքեմ sense գեներալների դեմքին։ Կոչումա զրկել, շպրտել Սովետաշենի Զիբիլյանոց սրանք։ Եվ եթե ավարտենք եւս մեկ գեներալի հետ փոխկապակցված անձով, կնոջով Սեյրան Օհանյանի կին Ռուզաննա Գուրգենովնան, այսպես ասեմ, դատարան ներկայանալիս տենց խորհուրդներ էր տալիս եւ նաեւ ասում էր, թե որ իր հակոստները տենց, չգիտեմ, առանց անունների ինչ որ ասում էր, բան թեմույց է առե։ Բան Մաշտոցի փողոցում կան խանութներ, որտեղ տենց առանց անունների բաներ է կրում, ինքը չունի, տենց միլիոնավոր։ Արթուր, մենք այդ խնդիր չկա, ես պատրաստ եմ գնամ փորձաքննության ենթարկեմ։ Թող տա այդ պայուսակը մեզ, մենք հեսա որ գնանք իրանց տունը նկարելու վաղի թաղամասի, իրանք ասենք լարի արա։ Հələ բեր այդ ունեցածը տանում են փորձաքննության Ֆրանսիա։ Լավ, այդ աստիճան եք դուք հասե, որ փնթի կրուտի դե մեր ժողովրդի լեզվով ասած, չէ՞, փնթի կրուտի դեք ուզում անեք արա։ Լավ, ամոթ արա։ Սեյան տղա չէ սարա։ Հելի ասա կանգած մի հատ էլ սունկա եմ արել Կանալեք ժողովուրդ ջան, այդքան չկա, պատկաբլուշնիկ եմ, չեմ կարացա չանեմ, ավելի կհարգենք, քան թե որ սենց ես ինչ ասեմ Արթուր, եթե գեներալ գնդապետի տունը եկնա որոշում շնչեն կամ արտաշնչեն, ես ուրիշ բան ասեմ Արթուր, տեսեք, մարդ արդեն որ իր առաջի ամուսնության ընթացքում իր երեխաներին թող է գնացել երկրորդ անգամ ամուսնացել ու ինքը տենց գեներալ, այդ արդեն խոսում է այդ մարդու որոշակի արժի համակարգի մասին, չէ, իր հայացքների մասին։ Բա ավանդական արժեքներից եք խոսում, ընտանիքից եք խոսում։ Մնացածը էլ չասեմ, Սեյան Օղլին ինձ կհասկանա։ Իսկ Ռուզիկի հետ կապված մենք ապագայում գնալու ենք։ Տակերը ընկել է արդեն միանշանակ գրանք այդ Ժակ Ֆուֆուի անունով որ գրել են։ Այս վերջերս չնայած ցավալի լուր իմացանք, որ ասում են Ժակ Ֆուֆուն մերել է ինչ-որ։ Գնանք կնկարենք Ռուզիկին էլ կանադառնանք։ Բայց լավ է որ չի հասցրել դիմի երգիրը լքի էլի։ Դե ստորագրություն է կիրառված, չի կա լքի, դե շատ լավ դրական նորություն է, լուր է։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ սիրելի հայրենակիցներ, որ այս մոտ 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ եւ եթերի ավարտին եւս մեկ անգամ պետք է խնդրեմ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութ հենց մենք տեղադրենք, դուք առաջինը ստանաք ծանոթումը եւ վայելեք
ձեր հեռուստաէկրանների մոտից, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք, որպեսզի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս մեր հայրենակիցները հնարավորություն ունենալու դիտել, որպեսզի իրենք ծանուցումները հասանելի լինի, սա YouTube-ի նոր փոփոխություններն են, բոլորս է գիտենք աշխարհում ինչ պատերազմական իրավիճակներ, տարբեր երկրներ իրար դեմ պատերազմում են, նաև ինտերնետի խափանումներ կա, դրա համար ավելի լավ է դուք լայքեք եւ կիսվեք, դե ինչ բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն